Տեխնոլոգիական զարգացումները, ժողովրդագրական տեղաշարժերն ու գլոբալ սոցիալ-տնտեսական անհավասարությունները պահանջում են նոր մտածողություն։ Այս համատեքստում մենք պարտավոր ենք վերաիմաստավորել աշխատանքի սոցիալական և քաղաքացիական նշանակությունը, որպես մարդու ինքնաիրացման, ինքնաբավության ու հանրային ներդրում ունենալու միջոց։ Երևանում անցկացվող միավորվելով հանուն սոցիալական արդարության թեմայով 3-րդ միջազգային համաժողովի ողջույնի խոսքում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այդուհանդերձ մեզ համար սա ոչ թե տեսական կամ կարգախոսային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համակարգային բարեփոխումներ այդ ուղղությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորությունն է աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները, զբաղվածության ռազմավարության հաստատումը, ինչպես նաև նոր թվային գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի և զբաղվածության ոլորտը դարձնելու ավելի արդար, ճկուն և արձագանքող ժամանակակից պահանջներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով սոցիալական արդարության հիմնական ուղերձը հավասար հնարավորություններ ստեղծելն է հասարակության բոլոր սեգմենտներին և ունենալու հասանելիություն տարբեր սոցիալական ծառայություններին։ Եթե մենք խոսում ենք հաշմանդամության ոլորտից, մենք պետք է ասենք, որ այստեղ բավականին անելիք ունենք, բայց որ համեմատենք վերջին տարիներին ամեն տարվա վրա մենք ինչքան նոր ծրագրեր և նոր ծառայություններ ենք ներդնում, կարող ենք ասել, որ բավականին այսպես առաջընթաց ունենք, բայց քանի որ անընդհատ զարգանում են ծառայության տեսակները, նաև տեխնոլոգիաները, սա շարունակական գործընթաց է և նմանատիպ հարթակներում փորձի փոխանակմամբ, գաղափարների կիսմամբ և նոր նախաձեռնությունների առաջադրմամբ մենք կարողանալու ենք այդ խնդիրները լուծել և նախորդ 2 համաժողովներից էլ մի շարք նախաձեռնություններ ծնվել են, որոնք որ հասցեագրում են այդ խնդիրների լուծումը։ Չեխիայի փոխվարչապետ և սոցիալնախարար Մարիան Յուրեչկան նշեց, որ ձևավորվել են օրենսդրական հենքեր, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ընդգրկվել աշխատուժի կազմում, իսկ գործատուների համար ձևավորվել են խրախուսման մեխանիզմներ, ուղիղ սուբսիդիաների և հարկային արտոնությունների տեսքով։ Եվրոպական միության համար Հայաստանը այն հիմնական երկրներից է, որին ԵՄ-ն աջակցում է։ Եվրոպական միությունը Հայաստանին աջակցում է տրամադրելով իր փորձը, ինչպես նաև ոգեշնչելով, որպեսզի նույն տրամաբանությամբ Հայաստանում իրականացվի օրենսդրական բարեփոխումներ, եւ այս առումով շատ կարևորվում է հասցեական ֆինանսական սուբսիդիաների տրամադրումը։ Մենք այստեղ ենք եկել նաև ձեզնից սովորելու։ Դուք շատ առաջ եք որակյալ թվանշային ծառայությունների ապահովման ոլորտում։ Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթն ասաց, որ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր համագործակցությունը խթանելու համար։ Կենտրոնանում են կրթական, երիտասարդական ուսանողների ծրագրերի վրա, տարբեր միջոցառումներ են կազմակերպում ուսումնական հաստատությունների, դպրոցների միջոցով, միջոցառումներ են կազմակերպում հիմնականում սպորտային միջոցառումներ, հրավիրում ենք տարբեր երկրների ներկայացուցիչներին, որպեսզի միասին իրենք շփվեն եւ զարգացնեն այս եղբայրությունը։ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխայիլ Սաժվելաձեն կարևորելով համաժողովն ասաց, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն նմանատիպ պատմություն և շատ կարևոր է, որ նման հարթակներն օգտագործվեն միասին խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու համար։ 90-ականներից ի վեր մենք ունենք ներքին տեղահանված անձանց խնդիր, սոցիալական մեծ խնդիր է եւ խոսքը գնում է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից տեղափոխված բռնի տեղահանված մարդկանց մասին, մեր համար շատ առաջնային խնդիր է ապահովել նրանց իրավունքների լիարժեք կատարումը։ Սաժվելաձեն հավելեց, որ կա երկկողմ համագործակցություն, օրինակ առողջապահության եւ սոցիալ նախարարությունների միջև։